Հայաստանում կրթության ոլորտը շարունակում է նոր փոփոխությունների ենթարկվել, որոնք միանշանակ չեն ընդունվում հանրության, մասնագետների եւ ուսումնական հաստատությունների կողմից։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որը փոփոխություններ է նախատեսում հանրակրթության համակարգում։ Ըստ դրա, եթե երեխայի ծնողները որոշում են նրան դպրոց ուղարկել 7 տարեկանում, ապա նա կսովորի ոչ թե առաջին, այլ միանգամից երկրորդ դասարանում։ Բայց մենք ունենք տարածված պրակտիկա, երբ մեր ծնողները խղճում են երեխաներին, ճակերտավոր, եւ մտածում են 1 տարի ուշ տանել, սպասել մի փոքր էլ մեծանա կամ միտումնավոր, տղաների պարագայում երբեմն միտումնավոր են ուշ տանում դպրոց։ Հիմա օրինակ մենք գործող իրավակարգավորումներով այնպես են կարգավորումն արել, որ երեխան քանի տարեկանում եկավ դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է։ Նման համակարգ այս պահին գործնականում չի կիրառվում եվրոպական երկրներում, շատ երկրներում նույնիսկ առաջին դասարանի ծրագիրն է կազմվում այնպես, որ երեխան հանգիստ ու փուլային ձևով հարմարվի դպրոցական միջավայրին, ասում են մասնագետներն ու նշում, որ օրինագիծը մի շարք խնդիրներ ունի, չեն հերքում նաև, որ Հայաստանում ծնողներն իսկապես երեխաներին ուշ են տանում դպրոց։ Չեն մտածել, որ այստեղ երկու հանգամանք կա։ Առաջինը դա երեխայի հոգեբանական պատրաստվածության աստիճանն է, դրա սոցիալական ինտեգրացիա եւ երկրորդը դրա ընկալունակության, այսինքն ինչպես կկարողանա նա յուրացնել այն նյութը, որը պետք է դպրոցում յուրացնել։ Հոգեբանները եւս խնդիրներ են տեսնում օրինագծում, միաժամանակ ընդգծում են, որ ճիշտ կլինի երեխաներին 7 տարեկանից դպրոց տանել։ Ես ճիշտ եմ գտնում, որ երեխաները 7 տարեկանից դպրոց գնան, որովհետև 7 տարեկանում երեխան ավելի պատրաստ է լինում դասապրոցեսին մասնակցել, քան 6 տարեկանում, բայց իհարկե դա պետք է լինի ոչ թե 12 տարեկան դպրոցական համակարգ, այլ երբ որ վերադառնանք 10 տարեկան, 10-ամյա դպրոցական համակարգի։ 7 տարեկան երեխան, որ միանգամից երկրորդ դասարան պիտի հաճախի, հայտնվելու է մեկուսացման մեջ, ասում են մասնագետները։ Ուսուցիչները եւս բարդություններ են ունենալու։ Ոչ պատրաստ կլինի մտնել այդ սոցիում մեջ, ոչ էլ ըստ էության նրան կխրախուսեն, որովհետև մյուս կողմից էլ ուսուցիչները պատրաստ չեն այդքան արագ ինտեգրացիան կազմակերպել այդ երեխաների։ Այսինքն մենք կունենանք ավելի վատ բան։ Երեխաները ինտեգրացիան չեն անցնի եւ մեկուսացումը կբերի ընդհանրապես դրանց նաեւ կրթության որակի էական անկմանը։ Այդուամենայնիվ հոգեբանը հույս ունի, որ օրինագիծը չի ընդունվի, իսկ որ նախագիծը միայն վնասելու է երեխաներին, հասկանում են բոլորը։ Լինի դա մասնագետ կամ ոչ մասնագետ, ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ այդպես լինել չի կարող եւ ես լիահույս եմ, որ կվերանայեն եւ դա ոնց որ օրենքի ուժ չի ստանա, այսինքն յուրաքանչյուր երեխա չէ, որ պատրաստ է 6 տարեկանում նստել առաջին դասարան, ու հետո 7 տարեկանում, եթե առաջին դասարան չնստես, 7 տարեկանում գալով դպրոց, միանգամից նստի եւ երկրորդ դասարանի առարկաները սովորեցնի, դա ուղղակի անդրամաբանական է։ ԿԳՄՍ-ի նոր նախագիծը դեռ քննարկման փուլում է, սակայն արդեն իսկ բարձրացրել է մտահոգությունների ալիք թե ծնողների, թե մանկավարժների եւ մասնագետների շրջանում։ Հարցը դեռևս քննարկման կարիք ունի, հատկապես հաշվի առնելով դրա հնարավոր ազդեցությունը երեխայի հոգեբանական եւ սոցիալական զարգացման վրա։ Սդամակարյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։